Նախ Ադրբեջան պետությունը ինչ է, Ադրբեջանի հետ հարաբերություններ ունենալիս միշտ պետք է հաշվի առնենք այդ պետության ներքին կայունության գործոններին։ Ազդեցությամբ դեպի երիտասարդություն բավական լուրջ կեղծիքի բազա են իրաց մեջ պարունակել նույն բանակցային գործընթացի վերաբերյալ, չեն ունեցել ակնկալիք, որ կոնֆլիկտը Ադրբեջանի հետ պիտի կարգավորվի, ենթադրենք Ռազմական ճանապարհով։ Ախորժակը գրգռելով պատերազմը անընդհատ մոտեցնելու կոնցեպտն է այսօր։ Ոձիկը ձեռքն է տալիս։ Մենք պիտի ընդունենք մեր սխալները, որ ինչ-որ ժամանակ նաև պետական կառուցության մակարդակում թերագնահատել ենք թշնամուն այն ժամանակ, երբ ինքը շարունակում էր զինվել, շարունակում էր արդիականացնել, տնտեսություն զարգացնել, մենք զբաղվում էինք ակլորանալով։ Հայաստան-Ադրբեջան ուղիղ բանակցությունները շատ կասկածելի են հավաստիության եւ օբյեկտիվության տեսանկյունից։ Պետքա ջանքեր ներդրվեն, այդ թվում հանրային դիվանագիտության կոմպոնենտի օգտագործման բավականին լուրջ։ Սրանք պիտի մասնակից լինեն հնարավորինս լայնացված շրջանակ դերակատարների։ Այսինքն սա մենակ դի գործադիրի վրա չլինի։ Սրա մեջ իր դերակատարումը պիտի ունենա խորհրդարանը։ Սրա մեջ իրենց դերակատարում ունենան քաղաքական ուժերը։